Բլոգեր Թութուլավան այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով շրջում էր Երևանի փողոցներով, վերջինս նկատել է, որ վարչապետը բավականին նիհարել է Թութուլավան, թրենդային հոլովակ է նկարահանել վարչապետի հետ, սրտի կանելով։ Թութուլավա, բարև ձեզ։ Սպասիլիո Թութուլավա։ Բարև ձեզ։ Սպասեք վարչապետին նայեք, շո՞մ գնացեք եկեք։ Կարո՞ղ նկարվեք Թութուլավա։ Այլավ հանգստացի մի հատ։ Հանգստացի։ Սպասեք, ես գնացի պարոն վարչապետին։ Լեցիկ։ Ես ուզում եմ սրտի կանեմ։ Կնկարես, բայց Ալուց այդքան մի գոռացեք էլի, չեմ կարա, իսմա որ չեմ գոռում, չի գնում։ Ալֆոլով է, այդ գոռալու։ Ոչինչ, ուզես վերջում սիրելու ես։ Լավն է։ Պարոն վարչապետը Բարև ձեզ, պարոն վարչապետ ջան։ Մենք վերջին անգամ Սևանում ենք, չէ՞ Հայ, տեսել։ լավ եք, շատ լավ, դուք ոնց եք։ Հատնաբերել դες սրա։ Անպայման, ուզում եմ։ Մի հատ հաճ է։ Ինչ կա լավա գործ։ Շատ լավ, փառք Աստծո, դուք ոնց եք։ Հա, բոբո։ Մի րոպե այստեղից։ Այստեղ հարմար է։ Կարանք իրար այդ նած սրտիկը անենք, պարոն Սիմոնյան ջան, ոնց եք։ Մեկ, ես հիմա թրենդ ենք անում, պարոն վարչապետ ջան։ Մեկ, երկուս, հետևեք պարոն վարչապետի էջ, ինձ է շատ եմ սիրում։ Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել սկանդալ, ներս է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի եւ իրենց թիկնազորի հետ։ Շատ քաղաքացիների մոտ դժգոհություն է առաջացրել վարչապետի մուտքը եկեղեցի, վարչապետը ցանկացել է նրանց քարտեզներ նվիրել, ձեռքով բարևել եւ ողջունել նրանց։ Շատերը ասել են, որ իրենք չեն ցանկանում ողջունել վարչապետին, չեն ցանկանում նրա տված քարտեզը, քանի որ իրենք այլ քարտեզ ունեին նախկինում։ Ինչպես նաև շատերը ցանկացել են նշել, որ չեն ուզում, որ վարչապետը պղծի եկեղեցին այնտեղ մուտք գործելով։ Դերասանուհի Սարդարյանն ինստագրամյան հարթակում հանդես է եկել տեսանյութով, ներկայացնում ենք հաջորդիվ առանց մեկնաբանությամբ։ Գալիս է պղծելու մեր յուրաքանչյուր տոն, հատկապես քրիստոնեական դուք զգացրեք իրանց մոտ այդ ասենց հատուկ արվում, որ այն տոները պղծվի, որոնք որ հայերի հավատավոր ժողովրդի համար կարևոր են, դե սատանա էլի ոնց անում։ Այդ վիդեոյի կադրերը տեսնելուց գիտեք ինչ հիշեցի, երբ որ Բագրատ Սրբազանը հավաքներ էր անում Սուրբ Աննա եկեղեցու բակում, ինչքան խաղաղ հավաքներ էին, ինչքան մարդիկ գալիս էին հասկանալով ուր են գալիս ու սադրանքները հիմնականում անգամ իրենց կողմից չեն արվում, որովհետև հասկանում էին, որ այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր որ արժեքի եկեղեցի ինստիտուտ հարգելու, ինքնություն պահպանելու տեր մարդիկ են, այդ մարդիկ են այնտեղ հավաքվում հիմնականում, դասախոսներ, արվեստագետներ, մարդիկ ուղղակի քաղաքացիներ, ովքեր որ ինքնության արժեքի պահպանման համար էին գալիս այնտեղ կանգնում։ Ու այսօրվա արածը իրա այդ զուտ որ ասենց ասում եմ էլի չեն կարող իրանք հանգիստ նստել։ Ուզում են անընդհատ ասենց հոշոտեն մեզ։ Վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանները քաշքշելով եկեղեցու բակից բերման են ենթարկել Փաշինյանին այս խոսքերն ասողներին։ Նրանք անգամ ուշադրություն չեն դարձրել ընթացող աղաղոթքին, ծաղկազարդի միջոցառումներին։ Քաշքշուքի ժամանակ փորձում էին նաև քաղաքացիներին պաշտպանել հոգևորականները, ովքեր եկեղեցուց դուրս էին եկել։
Աշխարհի ամենաչսիրած այդ sense զզվելի նողկալի կոմենտը, որ անում են իմ հասցեին, դա նա երբ որ ասում են նախկինների ժամանակ ինչի չէր խոսում։ 1. Լևոնի Քոչարյանի ժամանակ ընտրության իրավունք չամնացա, որտեղ դա 8-9 տարեկան երեխա էի, Սերժի ժամանակ էլ հեղափոխությանը մասնակցել եմ։ Դրանով ամեն ինչ ասված է։ Փոշմանել եմ, չեմ փոշմանել, հիմա այդ չեմ խոսում։ Ասում եմ, այն ինչ որ կա։ Ուղղի չեմ հիմա նախկինների մասին խոսում, որտեղ նախկինները հենց այդ բարի արմատից, նախկին արմատից է արդեն գալիս։ Այսինքն նախկինները այդ մարդիկ էլ իշխանության չեն։ Լավն են, վատն են, հիմա էլ իշխանության չեն։ Հիմա մենք ունենք իշխանություն, որը որ մաթափ տալով գոռում է մետրոյում Արցախցի, հա, զոհված հերոսի աղջկա վրա եւ մտածում եմ որ դա ճիշտ է։ Հետո երբ որ բշտում բան բզում են ասում են գիտես ոնց որ լավ չի էլի, ոնց որ տենց ժողովուրդը ոտի ականներ, ասում են ներողություն որ տենց բան եմ արել, բայց իր ամբողջ fake կոմբինատը այսօր նստած այդ աղջկա միսնա։ Ես իմ վիդեոների վերջում միշտ մի հատ արտահայտություն եմ անում, ասում սուտ եք ոտից գլուխ եւ պիտի գնաք։ Ինչ եմ դա ասում, որովհետեւ շատ է կարեւորում, որ ոչ միայն մենք նայենք այս հարցին, որ իրենք լավ կամ վատ կավարեն, այս երկրում փոփոխությունները չեք տեսնում եմ ժողովուրդ ջան, լավն եմ տեսնում, վատն եմ տեսնում, բայց երբ որ մի երկրի ղեկավար 6 մարդ տարեկան մարդ կարա ի նկատի ունեմ երեխա չէ, էլի մոնթեն չի, որ ասես հա դե լավ չհասկացա, ներողություն խնդրես, նորից խաղ արեց, կարա ներողություն խնդրի, ու հետո ասրաման դա, որպես այդ աղջկա մի զուտ է կոմենտներում, դուք չեք պատկերացնում չեք գրում, բանը բա, այդ քարտեզը ջարդել էր, գցել էր ոտի տակ, ոտով տրորեց, փոշի սարքեց, հետո այդ փոշերմա զարգվածը սենց փչեց օդի մեջ, Հայաստանը չքացավ։ Դուք հասկանում եք իրանք ինչ ատելության գերդոզավորում են անում այս երկրում, ու մենք դրա տակ անդադար ապրում ենք, դրա մեջ անդադար ապրում ենք, ու կատեգորիկ այդ հասկացողությունը բերված ոնց որ չկա, որ կարող է սուտ են անում, չէ, ֆեյքերը գալիս է սենց բանը գցում են, թեման գցում, մարդիկ են նորմալ, մարդիկ են հավատալով նստում սկսում են քննարկել։ Ահա որ։ Հիմա եկանք այն իմ սիրած թեմային՝ մեդիա գրագիտությանը եւ մեդիա անգրագիտությանը։ Մեդիա անգրագետ լինելը ամոթ չի, պրոստը այս դարում մի քիչ արդար չի, որովհետեւ գոյություն ունի վիդեոն տար լսելու, նայելու, տեսնելու, պրիտոմ մի 7 կամերայով տարբեր տեղերից նկարված, դնում եք, նայում եք եւ հասկանում եք եւ սուտ է այդ իրանց ամբողջը, հերհյուրանք է, այդ աղջիկը ոչ մի կարտեզ չի, ջարդը չի ասել, թքած ունեմ, այս չկա նման բաներ, հորինում են, սուտ են ասում, որ մեկը մյուսին ասի, բա տեսա, բա ինքը ինչի սենց արի, բախի քարտեզը ջարդեց, փշրեց, կեր չկա տենց բան, հասկանում եք, ու այդ հերհյուրանքը ծառացողները միայն ու միայն ատելության գեներացնողներն են այս երկրում։ Ես չեմ հավատում իրանք հայ են։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև չի կարա հայը ուզենա, որ իր հային հայրենակցի վատ լինի դա արցախցի հայ, գյումրեցի հայ, հետո բոլորս հայ, ոնց կարաս ուզենաս, որ քո հայրենակցին վատ լինի, որ քո հայրենակցին երիտասարդ կնոջը ջալ երեխու հետ փորձեն անընդհատ են որ նողկալի բաներ գրեն։ Չգիտեմ, իմ համար հայ չեն կներեք։ Ազանի Հովանեսյանը Facebook-յան իր էջում գրում է. «Ցավը այդպիսի բան է, անապ ու անեզր, մի օր դուրս է հորդում, որ մաքրի, որ արթնացնի միավորի, այս լույս երեխեքին ինչ ապագա թողեց գերագույն կործանիչը, խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, օտարեց մի դրախտ հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ, մահ, ինչ եկել է պատերազմ է ու մահ, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն մտածողի հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, Սփյուռքի դրսի թե ներսի հայի, մինչև վերջ կռած ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն բոլորիս մեր սրտերը քրքրող ու մեր արյունը խմող հրեշի իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց անհերքելի հակահայ, մեզատող ու ինքնակործան, Գալստյան կիրակիներ երեք, տիրոջ գալուստով ստվերում չի մնալու եւ ոչինչ, աներեք մարդը այսօր չի ստեղծվի, էլուր մնաց հասնի վաղվան, ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանիչ ինչ-որ բան, ամենից շատ սրանց բարկացնում է հիշողությունը, հիշենք Արցախ, հերոսի դուստր Արմինե Մոսիյանին, իմ զորակցությունն ու սերը, իր որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգին է ունենալու, պապու եւ մայրիկի պես անկոտրում, ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգեվորականներին ու արցնացում բոլոր քնածներին, պահքի ավարտին մեզ բոլորիս խելք, սթափություն ու Աստծո օրհնությունը, որ դիմանանք։ Հաղորդավարուհի Ամալիա Հովանեսյանը հետևյալն է գրել. Արցախի մեր հայրենակիցներն 9 ամիս շրջափակման եւ զրկանքների մեջ մնալուց հետո ստիպված էին կամ գաղթել կամ մնալ գերության մեջ, չեն փախել, գաղթել են էթնիկ զտման արդյունքում, կորցնելով հայրենիք, տուն, հիշողություն, հարազատների
գերեզմաններ։ Շատերը քրտնաջան աշխատանքով ձեռք բերած տները կորցրին, ինչպես մեզնից յուրաքանչյուրը Հայաստանում կարող է կորցնել, եթե Ադրբեջանի ներկայիս ռետորաբանությունը, թե Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, իրականություն դառնա։ Չեմ վախեցնում, հիշեցնում եմ, որ մենք թշնամի ունենք, որի երազանքները Հայաստանն Արցախի պես բնաջնջելն է։ Երգչուհի Գայա Արզումանյանն, ով Արցախից է, տարածել է իրենց Արցախի տան լուսանկարն ու գրել. «Թաղեմ նրան, ով տունս ու տեղս տվել է թշնամուն»։ Նա մեկ այլ հրապարակման մեջ գրել է. «Թաղեմ քեզ, մեռնես դու, շուտով»։ Սա կյանքն է հարամ է, բոլորս կիրակին է հարամում, որովհետև դե ինքն է մեր ղեկավարը, բա ուրիշ ոնց կլինի։ Ուրեմն տարածում է վիդեո համացանցում, որտեղ որ այս ցիլով մարդը մետրոյում արցախցի կնոջ ասում է, բա դուք փախածներդ, չգիտեմ ինչներդ։ Ուրեմն Արցախը հանձնողը 5000 երեխու մավան պատճառ դարձածը արցախցի կնոջը, այն որ ասում է տղամարդ եք, ուրեղտ է տղամարդ, նստել է ու մատը թափ տալով այսենց հետը խոսում է ու ես այլ այն որ բառ չեմ գտնում ասելու։ Միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ հայրենիքը շատ սիրող մարդ, խնդրում եմ օրինական մարմիններից, պատկան մարմիններից նրան ենթարկել ուրեմն պատասխանատվության ազգամիջյան ատելություն ձևավորելու համար, որովհետև նստել ասել դուք փախակ, դուք սենց արիք, դուք նենց արիք, այդ միայն ու միայն ատելությունն է, միայն ու միայն ատելություն է մտցնելու մեր բոլորի։ Հայր ջան, չտրվեք սադրանքների, թույլ մի տվեք, որ մեզ կիսեն ու բաժանեն ու այդ մարդիկ, ովքեր որ ով ուզում է լինի, ինքը լինի, մյուսը լինի, դրանից առաջները լինեն, նախկիններ, ով ուզում է լինի, այն մարդիկ, ովքեր մեզ կիսում են, բաժանում են ինչ-որ ականների, Ղարաբաղցի, չգիտեմ, գյումրեցի, չգիտեմ, էցիների, իրանք չեն կարա լավ մարդիկ լինեն։ Երբեք չեն կարա մեր լավը ցանկանան։ Ես որպես ճգնաժամային օրերին ամենամեծ շտաբ ունեցող մարդ, ամենամեծ օգնություն հավաքած մարդ առանց մի լումա հավաքելու, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, մարդիկ բոլորը իրար սիրում են։ Մեր ազգը այսպես միասնական է, երբ որ պետք է լինում, բայց սրա նմանները գալիս են եւ փորձում են մեզ բաժանել եւ ես խնդրում եմ, նորից եմ կրկնում, եթե այս երկրում կան իրավապահներ, ովքեր որ ազգամիջյան ատելության դեմ ուզում են պայքարեն, ուրեմն առաջին հերթին պիտի պայքարեն սրա դեմ։ Առաջին հերթին, որովհետև ինքը սրա հրահրողն է, սադրիչն է եւ եթե ինքը անում է, նշանակում է ինքը ասում է, որ կարելի է ասենց անել։ Ու սա միայն ու միայն կբերի, ինքը արտաքին պատերազմներից է խոսում, ինքը ներքին պատերազմ հրահրող է։ Չէ, դուք հասկանում եք, եթե այդ մարդը տենց բաներ է խոսում կամերայի առաջ, ուրեմն կամերայի հետևում ինքը ոնց է վերաբերվում ընդհանրապես արցախցիներին։ Իսկ դուք լավ հիշեք, այսօր արցախցին է անտուն մնացել, վաղը շատ հանգիստ մենք կարանք մնանք անտուն։ Ու ես ճանաչում եմ մի երկրի ղեկավար, այս աշխարհի երեսին, ով որ ամեն Աստծո օր շանտաժ է անում իր երկրի ժողովրդին, իր ազգակիցներին պատերազմով։ Այդ երկրի ղեկավարը ցավոք սրտի մերն է։ Ինքը ամեն Աստծո օր մեզ շանտաժ է անում պատերազմով։ Ու ես հիմա հասկանում եմ ինչ են իրանք միշտ շնորհակալություն հայտնում Ալիևին, որտեղ Ալիևը վաղուց էլ պատերազմով մեզ շանտաժ չի անում։ Ալիևը ասում է, «Վсё, ես ինչ պետք էր ստացել եմ»։ Չնայած ինչ էլ պետք լինի, հելի կարա ստանա, բայց մեզ ամեն օր շանտաժանողը մեր իսկ երկրի, մեր իսկ կողմից փաստորեն ընտրված վարչապետն է։ Հունիսի 7-ը մեր համար հնարավորություն է, որպես ես ամոթից այս ամեն ինչից ազատվենք։ Խնդրում եմ մտքով գնացեք ընտրության։ Ոչ թե գնացեք ընտրության մենակ մի փոր հացի համար, այլ գնացեք ընտրության մտածելով ձեր ապագայի ու ձեր սերունդների մասին։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Իմ հայաց, ուզում եմ ասել, որ դուք լավագույնն եք ու այն ամենը ինչ որ հանկարծ օրերից մի օր մի հիմար նստում խոսում է, որ հայերը սենց հայերը նենց, այդ հատուկ արվում, որ մենք իրարից զզվենք, որ մենք իրարից բաժանվենք, սև ու սպիտակի մեզ բաժանեն։ Իրականում այս ազգը սիրող մարդը երբեք տենց չի անի։ Ես ձեզ սիրում եմ։ Բոլորիդ, անկախ ձեր քաղաքական նկրտումներից, անկախ ձեր ցանկություններից, եթե դուք հայ եք ու հայի համար լավագույնն եք ցանկանում, ես ձեզ սիրում եմ։ Բայց խնդրում եմ, միշտ ու հավերժ հիշեք, եկեղեցին մեր հիմնասյունն է։ Եկեղեցին քանդել չի կարելի։ Ինչ քաղաքական հայացքներ դու ուզում ես ունեցի։ Հերոսը մեր բոլորի հերոսն է։ Հերոսի բալիկի համար նվեր անում ենք բոլորով միասին ու այս ապացույցներ, որ բոլորով ենք անում։ Արժեքներ կա, որոնք չպիտի փոխարինվեն, չպիտի զեղչվեն եւ զիջվեն, որովհետեւ դրանք մեր արժեքներն են եւ մեր ինքնության հիմքն են։ Ես ձեզ սիրում եմ, հայր ջան, բոլորիդ լավ օր եմ մաղթում ու իջնում եմ Արշակունյաց։
Այն օրը, որ եկեղեցու Բաքում էինք, դե գիտեք, ես էլ էի այնտեղ, որտեղ ես չեմ կարող այնտեղ չլինել, ես չեմ կարող իմ եկեղեցու դուռը թողել, որ ստահակներ ու անօրենները ջարդեն։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ եկեղեցու Բաքում հայհոյեն արժեք պաշտպանելով։ Լուրջ այտենց եք արժեքները պաշտպանում, հա? Այ քաղաքապետ տգետներ, չգիտեմ, թաղապետ տգետներ, գալիս կանգնում եք եկեղեցու Բաքում, դուռը ջարդում եք ու հայհոյում եք, տենց եք պաշտպանում։ Շնորհակալություն բոլոր են քաղաքական գործիչներին եւ չգործիչներին, ովքեր որ այդ օրը կենթանի պատկազմած պաշտպանում են եկեղեցու դուռը, որ չջարդվի։ Չէին հայհոյում, ուղղակի հուզված, այսպես աշկերին արցունքներ 16 տարեկան երեխեք հետևից կանած աղջիկ լացում էին, որտեղ չէին հավատում, որ էս կատարվում է իրաց երկրի հետ։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ եթե ներկա չեն եղել եկեղեցու քաղաքում, աղոթքով ասեն են, որ Տեր ների դրանց, որովհետև դրանք անում են հիմա այն ինչ որ չպիտի անեն։ Իրանց էլ չեմ մեղադրում, որովհետև իրականում այնտեղ կանգնած մարդկանց աչքից երևում է, որ իրանք կամ ինչ-որ բանի տակ են, կամ չգիտեմ, կամ չեն էլ գիտակցում ինչ են անում, ինչ են fake էջերով 0 հետևող, 0 նկար, 0 պատպիշիկով fake էր։ Իմ վրա չի ազդում ձեր գրելը։ Իսկականից տոնջը մեկ լուրջ եմ, ես հասկանում եմ, որ փող եք ստանում, որ պիտի գրեք ինձ, դու ինչ գործում ես բանման, գործ ունեմ։ Սա իմ երկինն է, ձերը չի, որտեղ դուք fake եք։ Դուք fake եք ձեր ապրածով, ձեր չապրածով, ձեր տերերով, ձեր անտերով։ Ես այս երկրում եմ ապրում։ Ես այս երկրում երկու զավակ եմ ունեցել։ Իմ երեխեքը այս երկրում են գնալու բանակ, դպրոց, համալսարան, եւ իմ երեխեքը այս երկրում են մնալու ապրեն։ Ու դուք չեք կարողանալու այս երկիրը այնց քանդեք, որ ես զզված ասեմ, ես գնում եմ այս երկրից։ Ես մնալու եմ, որ լույս անջատող ու միացնողն եմ լինելու, բայց մնալու եմ այս երկրում։ Ու իսկապես այդ fake-երի բանակի հետ մարդուն ասեք, որ չեք զգացել, որ 20 թվականից ինչ ասես գրեցիք, սրա շուն, սրա լիրբ, սրա չգիտեմ ինչ, իմ վրա դա չի ազդում, որտեղ ես Աստծո առաջ եմ իմ գործը անում։ Դե դուք եք սատանային ծառայում, ես Աստծո։